Նախագծով առաջարկում է պետական գույքի կառավարման վարչության ամրացված Կոթայքի մարզի ջրվեժի 219.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը եւ դրա զբաղեցրած օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ 970 քառակուսի մետր հողամասը երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն ՊՕԱԿ-ից հետ վերցնել եւ ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վրեժ Դավթյանին։ Այդ հարցով քաղաքացին սկզբից դիմել է գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ նշված ՊՕԱԿ-ը պատկանել է նրան։ Ունեցել ենք գյուղատնտեսության նախարարի համաձայնությունը եւ սահմանված կարգով գնահատվել է։ Պարոն վարչապետ, ուրեմն շուկայական արժեքը կազմում է 12.406.720 դրամ, բացի այդ հողի արժեքը եւս 4.373.290 դրամ է եւ առաջարկում է 100%-անոց շուկայական գնով այս արժեքով եւ նաեւ պայման է դրված, քանի որ շենքային պայմանները լավը չեն, ինքը գնորդը պարտավորում է 5 տարվա ընթացքում եւս կատարել 5 միլիոն դրամի չափով ներդրումներ։ Խնդիրը քննարկված է շահագրգիռ մարմինների հետ, խնդրում եմ հաստատել։ Այս դեկտեմբերի գնահատված արժեքն է, հա, անցած տարվա։ Այո։ Կան հարցեր, դեմ կարծիքներ, թե չկա հաստատում ենք 9-րդ հարցի օրակարգի։ Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի համար 5-ում գտնվող շենքից 153.76 քառակուսի մետր մակերեսով տարածքը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով Սյունիքի մարզի հաշմանդամների Խարիսխ հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին Հայաստանի կառավարության 15 թվականի նոյեմբերի 26-ի համար 1394 որոշմանը մեջ համաձայն որի կազմակերպության կողմից ստանձնած ներդրումների կատարման ժամկետը հաստատի 1 տարով հետաձգվում է։ Այս հարցով Սյունիքի մարզպետը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին նշված խնդրանքով եւ հիմք ընդունելով Սյունիքի մարզպետի գրության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականը մշակվել է ներկայացված նախագիծը։ Նախագիծը համաձայնեցված է շահագրգիռ մարմինների հետ, խնդրում եմ ընդունել այն։ Դուք նայել եք, սա իրոք ինչով են զբաղվում։ Հասարակական կազմակերպություն ինչով է զբաղվում։ Հիմնական զբաղվում է, պարոն վարչապետ, այն նախորդ որոշումը, որ մենք ընդունել ենք, ուներ նաև որոշակի ծրագիր մարզի հաշմանդամների, սոցիալական, երեխաների, մի խոսքով, սոցիալական բնույթի հարցերով։ Հիմնական դժվարությունը առաջացել է որոշակի հանգամանքներով, ինչպես նշում է մարզպետը, ֆինանսական դժվարությունների հետ, որը առաջիկայում լուծվելու է։ Այդ պատճառով 1 տարով խնդրել են հետաձգել։ Պարոն Լոքյան, հանձնարարում եմ մի հատ հետաքրքրեք հասկացեք, 1 միլիոն դրամը նախ են գումարը չի, որ բերում ենք կառավարություն հետաձգում ենք, նորից հիմա հետաձգում ենք, չգիտեմ, կարող մի տարի հետո բերենք մի հատ էլ հետաձգենք։ Եթե 1 միլիոն դրամը պետք է ներդրվի, եթե ոչ, իմ կարծիքով հարկավոր է հանել այս սահմանափակում եւ երկրորդը հասկանանք ինչով են զբաղվում այդ հաշմանդամների կազմակերպությունը։ Ուրեմն մինչև մի հատ պարոն Լոքյան ուսումնասիրի չստորագրենք, հասկանանք, եթե իրականում գործում է, ինչ որ զբաղվում է իրոք հաշմանդամների հետ գործով, խնդրեմ չեմ տեսնում ես։ Կան հարցեր, դեմ կարծիքներ, թե չկա հաստատում ենք 10-րդ հարցը։ Որոշման նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կապված արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ զարգացման, կրթության եւ գիտության, սպորտի, մշակույթի, արտադրության նախարարությունների, աշխատակազմերի գտնվելու վայրերի փոփոխման հետ։ Այդ նպատակով որոշման նախագծի առաջին, երկրորդ ենթակետով 4, 5, 6, 7 կետերով նախատեսվում է վերոնշյալ նախարարությունների կանոնադրություններում կատարել փոփոխություններ հաստատված հասցեների համապատասխանեցման հաստատի գործունեություն իրականացնելու հասցեներով։ Նախագիծը քննարկված է շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի հուլիսի 4-ի համար 30 նիստում, խնդրում եմ ընդունել այն։ Հարցեր